Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Էլիզը շարունակում է իր պլանը քայլ առ քայլ խաթարելով Արշակի հարաբերությունները Արևիկի հետ։ Նա իր մեջ հաշվարկված կերպով սկսում է Արևիկին տրամադրել հոր դեմ։ Այն, ինչ նա անում է, կարծես խաղ լինի, որը նախագում է մեծ վարպետությամբ։ Արևիկը դեռ փոքր է, տարբերելու թե ով է ասում ճշմարտությունը, իսկ ով թույնով փաթաթված կեղծիք։ Այդպիսի մանիպուլյացիան Էլիզի մոտ ստացվում է շատ հմտորեն։ Նա այնպես է ձևակերպում խոսքերը, որ Արևիկը սկսում է կասկածել իր իսկ հայրիկին։ Հաջորդ պահին Էլիզը հասնում է նրան, որ Արևիկը չպատասխանի Արշակի զանգին։ Այդ պարզ թվացող ժեստը վերածվում է արհեստական պատնեշի հոր ու դստեր միջև։ Մի պատ, որը կառուցվում է ոչ թե քարերով, այլ թաքնված վիրավորանքներով, շփոթմունքով ու սխալ հասկացողությամբ։ Մագդան, Արշակի քույրը, ուշադիր հետևում է տանը տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա աչքից չեն վրիպում այդ փոքրիկ, բայց խորքային փոփոխությունները։ Նա հստակ տեսնում է, թե ինչպես են հարաբերությունները լարումով լցվում հենց Էլիզի պատճառով։ Մագդան հերթական անգամ զգուշացնում է եղբորը, բաց տեքստով ասում է, որ բոլոր խնդիրների ակունքում Էլիզն է։ Նա համոզված է, այս աղջիկը պատահական չէ հայտնվել իրենց կյանքում, սակայն Արշակը, որքան էլ տարօրինակ լինի, կրկին հավատում է Էլիզին։ Հաջորդ օրը Էլիզը իր աշխատանքի վայրում նույն այդ տնից հեռախոսով խոսում է տատիկի հետ։ Նրա ձայնը լցված է զզվանքով։ Նա արտահայտում է իր արհամարանքը ամբողջ ընտանիքի նկատմամբ։ Ասում է, թե որքան է ատում այդ մարդկանց, այդ տունը եւ նույնիսկ փոքրիկ Արևիկին։ Բայց հենց այդ պահին շրջվելով նա քարանում է։ Արևիկը կանգնած է իր մեջքի հետևում։ Նա լսել է ամեն ինչ։ Էլիզը ցնցված է։ Մեկ վայրկյանում փորձում է կարգավորել իրավիճակը, իբր խոսքը ուրիշ երեխայի մասին էր, իբր ինքը Արևիկին նկատի չուներ։ Բայց երեխայի աչքերը չեն ստում, զարմացած, չհասկացող, բայց խորքից վիրավորված հայացքով նա նայում է Էլիզին։ Կարծես ուզում է հավատալ, բայց չգիտի, արդյոք արժե։ Մյուս կողմում Նորոն պատահաբար տեսնում է Արշակին այգու մոտ։ Նա մի պահ անցնում է նրա կողքով, բայց դեմքը թվում է այնքան ծանոթ, որ կանգ է առնում։ Արշակը նույնպես կանգ է առնում, նրանք նայում են իրար։ Արշակը Նորոյին չի ճանաչում, բայց Նորոյի մեջ այդ դեմքը հարություն է առնում տարիների հեռավորությունից։ Այն ճակատագրական առավոտը, երբ իրենց մայրը հեռացավ ու գնաց սիրեկանի հետ։ Հենց այդ դեմքն է մնացել Նորոյի հիշողության մեջ որպես մղձավանջ, որ երբեք չի մոռացվել։ Նորոն այլևս համոզված է, Արշակը վերադարձել է Հայաստան։ Նա անմիջապես կիսվում է այս լուրով Էլիզի հետ։ Էլիզը ձևացնում է, թե առաջին անգամ է լսում այդ մասին, իբր սա նորություն է նրա համար։ Դա մի պահ էր, երբ Էլիզը կարող էր ասել ճշմարտությունը, բայց նա լռում է, շարունակում է խաղալ։ Չէ՞ որ սա նրա վերջին շանսն էր ազնիվ լինելու, եւ երբ շուտով Նորոն իմանա ճշմարտությունը, ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու։ Թվում է, թե ամբողջ աշխարհը տրամադրված է Արշակի դեմ։ Ոչ ոք չի հիշում, որ իրենք նաև հայր են ունեցել։ Ոչ ոք չի հիշում, որ իրենց մայրը նույնպես թողել է նրանց։ Մոռացության է տրվել ամեն ինչ, բացի Արշակի անունից։ Եվ մեղավոր է միայն Արշակը։ Ոչ մի հարց չի ուղղվում Շուշանին, նա հանգուցյալ է, խոսք չես պահանջի հողից։ Իսկ Արշակն ու նրա անմեղ աղջիկը Արևիկը դառնում են բոլորի թիրախը։ Տարիներ շարունակ ուղարկված գումարները, որոնք տատիկը ներկայացրել է իբր թե հայրն է ուղարկել, իրականում Շուշանի փողերն են եղել, բայց այդ պատմությունը դեռևս չի պարզվել։ Հիմա, երբ Էլիզի վրեժի հուրը դեռ չի մարել եւ Նորոն էլ իր պլաններն ունի, հարցը արդեն անցնում է անձնականից, դառնում բաց պատերազմ։ Նորոն պատրաստ է գնալ մինչև վերջ, նա ցանկանում է պատասխան պահանջել։ Իսկ թե ինչ կլինի, երբ ամեն ճշմարտություն դուրս գալույս աշխարհ դեռևս մնում է անորոշ։ Հարգելի հետևորդներ, ինչպես է պատրաստվում Նորոն հարցեր պարզել Արշակի հետ։ Գրեք մեկնաբանություն։